Հայաստանում վերջերս շատ լայն է քննարկվում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հարցը։ Սա իրականում Հայաստանը զավթելու ադրբեջանական իշխանության ծրագիր է։ Բայց մեր երկրում այն դարձել է իշխանության եւ ընդդիմության միջև իրար դեմ պայքարի գործիք, քննարկումները սխալ ուղղությամբ են ընթանում, իսկ ընտրությունների ժամանակ այդ սխալները հատկապես խորացան։ Ինչ է տեղի ունենում։ Ընդդիմադիր այն քաղաքական ուժերը կամ գործիչները, որոնք խոսում են այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեմայից, հարցը հիմնականում ներկայացնում են իրենց նեղ քաղաքական շահերից ելնելով, առանց մասնագիտական մոտեցումներ հաշվի առնելու, առանց լուրջ հիմքերի ու փաստերի, եւ ստացվում է, որ ընդամենը վախեր են տարածում մեր քաղաքացիների շրջանում։ Իշխանությունները սա տեսնելով ակնհայտ անլրջացնում է թեման։ Նախ նրանք սկզբում ամբողջությամբ ժխտում էին այս հարցի գոյությունը։ Բայց հետո տեսան, որ ժխտել հնարավոր չէ, որովհետև Ադրբեջանը այն անգամ դարձրել է միջազգային օրակարգերի հարց, սկսեցին ասել, որ թե գիտեք ինչ կա, դա ինչ որ հասարակական կազմակերպություն է Ադրբեջանում իրականացնում, պետք չի լուրջ վերաբերվել, խոսում են, թող խոսեն։ Հետո Հայաստանում էլ սկսեցին թիրախավորել այն մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ հիմքերով ճիշտ բացահայտում են այս խնդիրը եւ մեր ժողովրդին ներկայացնում են սպառնալիքները։ Արդյունքում այս կռիվների, պայքարների արդյունքում ինչ է ստացվում, մեր քաղաքացիները հնարավորություն չունեն պատկերացում կազմել այս իրական սպառնալիքի, խորքային զարգացող սպառնալիքի մասին։ Եվ նաև սրանով թմրեցնում է իշխանությունը մեր քաղաքացիների զգոնությունը։ Իսկ իրականում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ծրագիրը ուղղված է հայկական քաղաքակրթության դեմ։ Այն ամբողջությամբ հիմնված է հայերի նկատմամբ ատելության ու թշնամանքի վրա։ Սա հայկական ինքնության, հայկական քաղաքակրթության դեմ ծրագիր է։ Այստեղ ճիշտ չի առանձնացնել Հայաստանը կամ Արցախը իհարկե, որովհետև երբ Արցախը կար, երբ այդ ժամանակաշրջանում սա ուղղված էր, գլխավոր թիրախները Արցախին էին ուղղված։ Հիմա արդեն երբ Արցախի հարցը իհարկե լուծեցին, անցել են Հայաստանին, բայց ոչ թե որ սրանք առանձին իրարից գոյություն ունեցող ծրագրեր են, այլ որ սա միասնական ծրագրի տարբեր փուլեր են։ Իսկ հիմա արդեն հերթը եկել է Հայաստանինը։ Եվ այս ծրագիրն է, որ հիմնված է այն բոլոր դաժանությունների, այն բոլոր խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների հիմքում, որ ադրբեջանական զինվորականները արել են մեր նկատմամբ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, 20 թվականի 44-օրյա պատերազմը, դրանից հետո բոլոր պատերազմական հարձակումները, պատերազմները, որ Ադրբեջանը հրահրել է մեր դեմ, որ հարձակվել է, սրանց բոլորի հիմքում ընկած է այս հայեցակարգը, այս ծրագիրը։ Եվ սա Ադրբեջանում ունի պետական ֆինանսավորում, այն անմիջականորեն համակարգվում է այդ երկրի նախագահի աշխատակազմի կողմից, անգամ ամեն գործողություն, պետական ֆինանսավորումն էլ ամբողջությամբ այդտեղից է գալիս, սա ձևական առումով իրենք տվել են ինչ-որ մի հասարակական կազմակերպության, բայց դա ստեղծվել է պետության հովանավորությամբ, եւ նրանք հատուկ են դա արել իբր այս հարցին որպեսի տան հումանիտար, մարդասիրական բնույթ, որ ասեն սա զավթողական չի, սա իրավունքների պաշտպանության ծրագիր է։ Ոչ, սա զավթողական հայկական քաղաքակրթության դեմ, հայկական ինքնության դեմ ուղղված ծրագիր է։ Եվ Ադրբեջանում այս ծրագիրը դասավանդվում է դպրոցներում, համալսարաններում, պատկերացնում եք, սերունդներ են կրթվում այս ծրագրով, սերունդներին նրանք սովորեցնում են փոքրուց, որ հայկական ինքնություն գոյություն չունի, որ Հայաստան գոյություն չունի, որ հայեր իրավունք չունեն ապրելու այս տարածաշրջանում։ Սա այս ծրագիրը հենց սրա մասին է։ Եվ այս ծրագիրը սպառնալիք է խորքային եւ Հայաստանի նկատմամբ անվտանգությանը սպառնացող ու նաև տարածաշրջանի համար։ Այ բոլոր փաստերը կան սրա մասին, պետք է ուղղակի ճիշտ աշխատանք, Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որ ոչ թե այս ամենը թաքցնի, այլ ներկայացնի աշխարհին ճիշտ փաստերով, հանցագործությունների հիմքերում հենց դնի սրանք, որովհետեւ մենք կարողանանք նաև աշխարհից պաշտպանություն ստանանք։ Սա շատ նուրբ հարց է, բայց շատ կարևոր հարց է, եւ իշխանության քարոզիչներին չպետք է թույլ տանք, որ նրանք թմրեցնեն մեր ժողովրդին, որ սա դարձեն ներքին պայքարի գործիք իրար նկատմամբ։ Սրա մասին շատ պետք է խոսել, մանրամասն քննարկումներ անել, մենք սրանք ես մանրամասն նաև կներկայացնեմ սրանց մասին հետագա մի քանի կարևոր քննարկումներում։